Սելի ֆուտբոլիստներ խաղային երեկոն մեզ մոտ շարունակվում է ու մոտեցել է արդեն վերջնամասին օրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ Սելտան կմրցի Երևանի դեմ ոչ պակաս հետաքրքիր դիմակայություն է մեզ սպասում այս հանդիպման ժամանակ, թիմերը խաղադաշտում են, եկեք ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին, որից հետո արդեն մի պահ հայացք նետենք մրցաշարային աղյուսակին եւ այսպես սկսենք Սելտայից։ Հայկ Բոքսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ավետիս Դուրգարյան համար 4, Անի Խալացյան համար 5, Դավիթ Հարությունյան համար 7, Գարիկ Սենեքերիմյան համար 11, դա նաև թիմի ավակն է, Լեո Պապյան համար 15, Արամ Ենգիբարյան համար 17 եւ Աշոտ Բորյան համար 77։ Երևան Տրթատ Ասրյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արեն Վղկրյան համար 2, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլարյան համար 11, Արսյոմ Ղազարյան համար 15, Արթուր Մեշչյան համար 19, Նարեկ Ավդալյան համար 22, Լևոն Դավթյան համար 33, Սպարտակ Հարությունյան համար 45, Սարգիս Շլարյան համար 77 եւ Հայկ Կարապետյան համար 87։ Ամեն ինչ արդեն պատրաստ է հանդիպան մեկնարկի համար, քիչ անց կտրվի մրցավարի մեկնարկային սուլիչը, որից հետո արդեն կվերսկսվի հանդիպումը, մրցաշարային աղյուսակում պատկերը շատ հետաքրքիր է ձևավորվել իսկապես թիմերի միջև այս պահի դրությամբ Երևանի Ատլետիկոն առաջատարն է այս խմբում, կա մրցավարի սուլիչում մեկնարկած է հանդիպումը, այո, շարունակ է միտքս, Ատլետիկո Երևանը 25 միավորով առաջատարն է, Բորուսիա Մյունխեն-Գլադբախը այսօր տարավ խոշոր հաշվով հաղթանակ Մալացիայի դեմ ու բարձրացավ երկրորդ հորիզոնական 24 միավորով հենց մեկնարկում վտանգավոր էր, բայց այստեղ չստացվեց Սելտայի մոտ գրոհը լավ ավարտել։ Վիլյարեալն ու Աջափնյակն էլ այս պահին 3-րդ եւ 4-րդ հորիզոնականում են գտնվում համապատասխանաբար 22 եւ 21 միավորներով, բայց մեկ հանդիպում պակաս են անցկացրել Բորուսիա Մյունխեն-Գլադբախի համեմատ ու հաղթանակ տանելու դեպքում կշրջանցեն Գլադբախին, իհարկե Աջափնյակը կհավասարվի, Վիլյարեալն էլ կշրջանցի ու կհավասարվի Ատլետիկոին, իսկ Սելտան այսօր շատ ավելի ու ավելի մտածելու տեղիք ունի, 5-րդն 19 միավորով հաղթանակի դեպքում իհարկե շրջանցում են Աջափնյակին ու իհարկե կսպասեն Աջափնյակի հանդիպմանը վաղը, որտեղ Աջափնյակը կմրցի Արարատի դեմ ու այդ խաղից է շատ բան կախված մրցաշարային աղյուսակում, իհարկե Սելտան հաղթանակի դեպքում կվաստակի 22 միավոր ու նաև կհավասարվի Վիլյարեալին 3-րդ հորիզոնականում գտնվող, բայց կրկնում եմ դեռ Վիլյարեալն ու Աջափնյակը իրենց այս տուրի հանդիպումը չեն անցկացրել, նոր արդեն այդ բաց թողած հանդիպումը անցկացնելուց հետո արդեն լիովին կունենանք մրցաշարային աղյուսակում պատկերը։ Իսկ Երևանը այս պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում, վաստակած 9 միավորով ու հաղթանակ տանելու դեպքում կհավասարվեն Տոթենհեմին, ով գտնվում է 13-րդ հորիզոնականում եւ իհարկե էլ ավելի կմոտենան մրցաշարային աղյուսակում իրենց հիմնական մրցակիցներին, կրկնում եմ, Երևանը համենայն դեպս առայժմ պահպանում է իր կարևորագույն հույսերը իհարկե փլեյոֆի ուղղագիծ նվաճելու համար, բայց նրանց անդադար հաղթանակները պետք է Մաշալարյանը վտանգավոր դիրքում էր, բայց շեղությամբ ստացվեց նրա կատարած հարված ու հարված կլինի Սելտայի դարպասից թիմերը այո մեկական վտանգավոր պայերով փոխանակվեցին, Դավիթ Հարությունյան շարժվում է առաջ գնդակով, Հարությունյանը շատ լավ նկատեց Սենեքերիմյանի առաջ խաղացում ու կատարեց փոխանցում, Բորյան դեպի Պապյանը փոխանցում, դեպի կենտրոն Հարությունյանին ու մնաց գնդակով Դավիթ Հարությունյանը կար այստեղ խախտում, այո սուլեց մրցավարը
Հիմա խաղարկում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները Արամ Ենգիբարյան լավ է նկատել Հարությունյանին, բայց փոխանցումը նրան չհասավ, քանի որ Շլարյանը կանգնեց գնդակի ճանապարհին, չնայած Արագորեն Բորյանը վերականգնեց գնդակը Սելտայի համար, Պապյան հետ փոխանցում դեպի Խալացյանը, Դավիթ Հարությունյան ու նորից խաղում Հարությունյանի դեմ պայքարում տեղի ունեցավ Արագորեն խաղարկում են այստեղ գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, բայց ինչ է կատարվում, եւս մեկ խաղում են նշանակել, այո, մրցավարը նշանակեց նորից խաղում, հիմա էլ խաղի կանոնների խաղում է տեղի ունեցել Ավետիս Դուրգալյանի դեմ պայքարում ու տեսնենք այս ստանդարտը արդեն ինչի կվերածի Սելտան հիմա արդեն դիճկա հարվածային է կարող է հարված կատարել Սելտան այսպիսի տարածությունից Սելտայի ֆուտբոլիստները կարող են իհարկե այս ստանդարտը ավելի վտանգավոր դրվագի վերածել տեսնենք Դուրգարյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Դուրգարյան այստեղ հարված են տեսնում ու անկասելի հարված 1-0 շատ լավ իրացեց Տուգանայինը բացելով այս հանդիպան հաշիվը Ավետիս Դուրգարյան 1-0 շատ լավ հետագիծ ունեցավ գնդակը այստեղ ու ոչինչ անել չկարողացավ Դուրգարյանի հարվածի դիմաց 1-0 Սելտան առաջինն է հասնում հաջողության այս խաղում ու հիմա տեսնենք ինչով կփորձի պատասխանել Սելտային Երևանը իհարկե այս գոլը որոշակի առումով մտնում էր տրամաբանության մեջ բայց իհարկե Երևանը փորձելու է անել հնարավորինս ինչու եմ ասում մտնում է տրամաբանության մեջ այս խփած գնդակը քանի որ երևում է արդեն Սելտայի այս Տուգանայինը ավելի հաջող կարող էին իրացնել քան նախորդ երկու դրվագում էր քանի որ Դուրգանյանի ստանդարտ իրացնելու ժամանակ ասացի որ ավելի մոտ է Սելտան հիմա դարպասին ու այդպես էլ տեղի ունեցավ Դուրգարյանը շատ լավ հարվածեց, իսկապես շատ լավ հարված կատարեց Ավետիս Դուրգարյանը ու բացեց այս դիմակայության հաշիվը տեսնենք հիմա նորից Պապյանն է գնդակով հետ փոխանցում Դուրգարյանին ու դեպի աջ փոխանցում Սենեկ Քերիմյան Դուրգարյան լավ են խաղարկում Սելտայի ֆուտբոլիստները այս իրավիճակում գնդակը Ենգիբարյան Սենեկ Քերիմյանին փոխանցում ու արդեն շարժվում է առաջ Սենեկ Քերիմյանը, բայց այստեղ մի փոքր հեռու թողեց գնդակի իրենից ու գնդակը բաժին հասավ Երևանի ֆուտբոլիստերին, Դավթյանն է հիմա էլ ձախ եզրում, շատ լավներ անցումը, փոխանցումը նույնպես Շլարյան լավ էր մտածված ամեն ինչ, բայց այստեղ դարպասապա Բոքսյանը դուրս եկավ ու վերցրեց գնդակ, իսկապես ամեն ինչ լավ էին մտածել այս իրավիճակում Երևանի ֆուտբոլիստները, բայց գրոհը գոլով ավարտել այստեղ չստացվեց երկար փոխանցում ենք տեսնում առաջ այստեղ էլ գնդակին առաջինը արձագանքեց Երևանի ֆուտբոլիստը Շլարյան ձախ եզրում է հիմա էլ գնդակը կրկին Դավթյանն է այստեղ լավ անցում կատարեց բայց Ենգիբարյանը իհարկե շատ փորձառու պաշտպան է ու այսպիսի հեշտությամբ իհարկե չէ շրջանցի Արամ Ենգիբարյանին շատ լավ գնահատում է իրավիճակը շատ լավ կարողանում է պաշտպանվել ու տեսնենք այս անկյունայինը, որը վաստակեց հիմա Երևանը, ինչ կտա թիմին։ Բարձից փոխանցում ենք տեսնում Պապյանը հեռացեց գնդակը, հիմա էլ գնդակը եկավ Շլարյանի մոտ փոխանցում Մեշյանն էլ հարվածում է, բայց բարձր է ստացվում այստեղ Արտուր Մեշյանի կատարած հարվածը։ Ու հարված կլինի Բոքսյանի պաշտպանած դարպասից Դավիթ Հարությունյան շատ լավ փոխանցում է Դուրգանյանի ուղղությամբ
ընդունեց գնդակը Դուրգարյանը ու տեսնեք իր որոշում կկայացնի, շարժվում է դեպի կենտրոն, հիմա փոխանցում Դավիթ Հարությունյանին, Հարությունյան գուցե փորձի հեռու տարածությունից, Հարությունյանը այդպես էլ արեց, եղավ անդրադարձ ու անկյունային հարված է վաստակում Սելտան այս իրավիճակում, այո, եթե ստացվեր Հարությունյանի հարվածը, ապա կարող էր վտանգավոր լինել, իհարկե մենք Դավիթ Հարությունյանից նմանատիպ հարվածներ մեկ անգամ չի որ տեսել ենք նա ինչպես է կատարում, ինչպես է իրականացնում, այսօր իհարկե երկու թիմերն են ունեն բացականներ իրենց կազմում, հատկապես առանձնակի ուշադրություն է զբաղեցնում Սուրեն Ղուկասյանի բացակայությունը, այսօր Սելտայի կազմում իհարկե շատ կարևոր ֆուտբոլիստ այսօր ներկա չէ, հիմա Հարությունյանը շատ ճիշտ ժամանակին է հարվածում, շատ լավ է հարվածում ու կրկնապատկում է Սելտայի առավելությունը 2-0 եւ ահա այսպես է տոնում Հարությունյանը իր խփած գնդակը։ Այո, խոսեցինք Հարությունյանից ու նա ապացուցեց, որ մենք չենք սխալվում, 2-0 անկասելի էր Հարությունյանի այս կատարած հարվածը, հիմա արդեն Սելտան շատ վստահ կերպով կշարունակի այս խաղում իր ելույթները, իհարկե երկու խփած գնդակ հենց մեկ տարկում, առաջին 10 րոպեների ընթացքում ու տեսնենք արդեն Սելտային ինչ կառաջարկի այս բաց թողած գնդակներից հետո Երևանը, իհարկե Երևանը նույնպես այսպիսի իրավիճակներում շատ անգամ է հայտնվել եւ կարողացել է պատվով հաղթահարել այս բարդ փորձությունները, բայց իսկապես այսօր Երևանը բարդ մրցակցի հետ է հանդիպում անցկացնում։ Իհարկե եւ պատահական չի, որ Սելտան այս պայն 5-րդն է այս մահացու բարդ խմբում, իհարկե շատ փորձառու թիմեր են ներգրաված այն խմբում, որտեղ հանդես են գալիս այս երկու թիմեր ու այստեղ փորձությունները իսկապես երկու թիմերի համար էլ բարդ են լինելու, բայց Սելտան առայժմ շատ վստահ ելույթներ է ունենում, պարտվեցին մեկտարկային տուրում Սելտայի ֆուտբոլիստները, բայց դրանից հետո հետևեց հաղթանակները իհարկե ավելի հիշարժան է Սելտայի մասնակցությամբ հանդիպումը Աջափնյակի դեմ, երբ պարտվում են 2-1 հաշվով, բայց հանդիպման վերջում ասում իրենց մեջ ուժ գտան Սելտայի ֆուտբոլիստները ու հավասարեցին հանդիպման հաշիվը, հետո էլ արդեն վերջին րոպեներին հիշում եք Ղուկասյանի այն մահացու կրակոցը իսկապես, որը գեղեցիկ ստացվեց ու հաղթեց Սելտան այդ խաղում 3-2 հաշվով, հետո արդեն դրանից հետո Սելտան ավելի լավ սկսեց հանդես գալու, հիմա մրցաշարային աղյուսակում իզուր չէ, որ Սելտան այսպիսի հորիզոնականում է գտնվում, իսկ կրկնում եմ թիմերը փորձելու են անել հնարավորինս, որ ավելի բարձր հորիզոնականով հաղթահարեն փլեյոֆի ուղղագիծը, Դավթյանն է ստանդարտ իրականացնում, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Դավթյանի կատարած հարվածը ու հարված կլինի Բոքսյանի պաշտպանած դարպասից, այո, հիմա չի շտապում Սելտան, հիմա արդեն խաղարկում են գնդակը, ունեն երկու գնդակի առավելություն եւ իհարկե դա թույլ տալիս է այս րոպեներին Սելտային շտապել, Դավիթ Հարությունյան Հերվից, կարծում եմ սա փոխանցում էր ավելի շատ դեպի Պապյանը, բայց այլ ուղղությամբ ընթացավ գնդակը, հիմա երկար փոխանցում Շլայանը փորձեց կասեցնել գնդակը, բայց շտացվեց հետո պաշտպանությունում սխալ տեղ ունեցավ Սելտայի, բայց կարողացան դուրս գալ այս իրավիճակից ու դեպի Բորյանը փոխանցում, հիմա ձախ եզրով է Սելտան գրոյի անցել, լավ անցում էր, բայց փոխանցման այստեղ ոչ ոք չարձագանքեց, քանի որ այլ ուղղությամբ ընթացավ գնդակը, քան կանգնած էր Դուրգարյանը, Դավթյանն է զարգացնում արագություն ու այստեղ կար խաղի կանոնների խախտում, այո։ Դավթյանի դեմ պայքարում եւ տեսնենք ստանդարտը։ Ինչպես կխաղարկի հիմա Երևանը։ Դավթյան երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, բայց Բորյանը այստեղ առաջինն է գնդակին հասնում, կատարում փոխանցում Սենեկ Քերիմյանի ուղղությամբ։ Շրջվեց Սենեկ Քերիմյանը գնդակով ու հիմա թողնում է Ենգիբարյանի գնդակը։ Բորյան ընդունեց գնդակ ու շարժվում է առաջ ունի տարածություն իր առջև, այդպես էլ արեց, հարվածեց, բայց բարձր ուշեղ ստացվեց այս դրվագում Բորյանի կատարած հարվածը։ Ու հարված կլինի հիմա Երևանի դարպասից, բայց միջ այդ փոփոխություն ենք տեսնում
Երևանի կազմում, այո, Լևոն Դավթյանն է մտնում խաղադաշտ, իսկ խաղադաշտը լքում է Նարեկ Ադվալյանը ու արդեն տեսնենք Իշկփորձյանը, Լևոն Դավթյանը խաղադաշտում առաջին հպումը գնդակին, կա փոխանցումը այստեղ, բայց Սելտան հանգիստ ու հաջող կերպով պաշտպանվեց, Բոքսյանը ուղարկեց առաջ գնդակը, հիմա իհարկե ռիսկի դիմեց, բայց Ղազարյանը պահեց գնդակը իր մոտ, կրոս դեպի Տուգանայինի մատույցները հեռացված է գնդակը, Դավիթ Հարությունյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց գնդակը, բայց հիմա կրկին գնդակով Երևանն է, ակտիվ րոպեներ ենք հիմա տեսնում Երևանից, Դավիթ Դավթյան կա փոխանցումը ու Շլարյանի հարվածը, եթե ստացվեր, ապա չենք կարող ասել գնդակը կհայտնվեր ցանցում, թե ոչ ամենայն դեպս հարվածը տեղի չունեցավ, բայց շատ վտանգավոր դիրքում էր գտնվում Դավթյանը Բոքսյան դեպի աջ փոխանցում Հարությունյան կրկին խաղարկում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները պաշտպանությունում Գենգիբարյան երկար փոխանցում էր, բայց այստեղ փակվեց գնդակի ճանապարհը, հիմա էլ Բորյանի մոտ է գնդակը լավ փոխանցում էր վտանգավոր գրոյի անցել Սելտան կարող է հեղինակել երրորդ գնդակը տեսնենք արդյոք հարված կհետևի ամենայն դեպս հետևեց Բորյանից ու արդեն շատ ուշ էր այս հարվածը կատարված իհարկե մինչ այդ կարող էր խփել Սելտան երրորդ գնդակը բայց դանդաղեցին Սելտայի ֆուտբոլիստները ու կորցրին այստեղ գնդակը Դուրգարյան Սենե Քերիմյանին է ուղարկում գնդակը բայց այստեղ Երևանը փորձեց դուրս գալ պաշտպանությունից չստացվեց Հարությունյանն էլ եւս մեկ կրակոց արձակեց բայց այս անգամ արդեն շեղությամբ ստացվեց Դավիթ Հարությունյանի հարվածը Խորքից փոխանցում ենք տեսնում բայց այստեղ դարպասապահ սխալուղությամբ կատարեց փոխանցում ու ես իսկ կնետի Սելտան Բոքսյան Հարությունյանն է ուղարկում գնդակը Սենե Քերիմյանին էլ փոխանցում կատարեց Հարությունյանը աչից կա Ենգիբարյանի տարբերակը Սենե Քերիմյանը դեպի ձախ շարժվեց հիմա փոխանցում էր փորձում կատարել Դուրգարյանին կարծես այո բայց սայթակեց ու ընկավ Հիմա նորից Սելտայի մոտ է հայտնվել գնդակը Ենգիբարյան փոխանցում Բորյան կարող է այստեղ հարված կատարել Բորյանը դանդաղեց անցավ մեկ մրցակցի հիմա է հարվածում ու արդեն սուր է անկյունը եւ դարպասապահը կարողացավ փակել գնդակը բայց անկյունային հարված ամեն դեպքում Սելտան այս իրավիճակում վաստակում է Տեսնենք անկյունային է, ինչ կտա Սելտայի ֆուտբոլիստերին, Սենե Քերիմյանն է հենց գնդակի մոտ, բարձից փոխանցում, բայց այստեղ այլ ուղղությամբ ընթացավ գնդակը ու Դավթյանին բաժինացավ, ով զարգացնում է արագություն, լավ անցումներ էր, Դավթյան հեռվից հարվածեց, իհարկե ճիշտ որոշում կայացեց այստեղ, հակառակ դեպքում կարող է կորցնել գնդակը, իհարկե ճնշում կար Դավիթ Հարությունյանի կողմից թիկունքից ու արդեն դանդաղելը կբերեր գնդակի կորուստ Երևանի ֆուտբոլիստի համար Ենգիբարյան թողնում է գնդակը Սենե Քերիմյանին ով երկար փոխանցում է կատարում վտանգավոր է այստեղ բայց չհասավ Սենե Քերիմյանը գնդակին հակառակ դեպքում արդեն պատրաստվում է հարված կատարելուն Պապյան Փոխանցում այստեղ կատարեց Հիմա Հարությունյանը փորձեց իջեցնել գնդակը խառը պայքար է ընթանում դաշտի միջին հատվածում Դավթյանն է գնդակով երկար փոխանցում ենք տեսնում առաջ ու այստեղ
դիպավ գնդակը, թե չդիպավ, ոչ, համենայն դեպս չէր դիպել գնդակը կարծես ֆուտբոլիստի ձեռքին, չսուլեց մրցավարը, Սենե Քերիմյան շատ լավ թողեց գնդակը ոտքերի արանքով ու հիմա շարժվում է առաջ Սենե Քերիմյանը արգելակեց, բայց արդեն հասցրին վերադասավորվել այս իրավիճակում Երևանի պաշտպանները, եզից կնետի Սելտա Սենե Քերիմյանն է կատարում եզրային նետում, Պապյան լավ խաղարկում են իրականացնում հիմա Սելտայի ֆուտբոլիստները ու դեպի հետ փոխանցում կատարեցին, որտեղ Արի Խալացյանն է Ենգիբարյան իհարկե հասավ գնդակին ու պայեց այն դաշտի սահմաններում, հիմա թողեց գնդակը Բորյանին, կա Հարությունյանի տարբերակը, այդպես էլ վարվեց Բորյանը, ճիշտ է մի փոքր ուշ կատարեց փոխանցումը, բայց ամեն դեպքում գնդակը մնաց Սելտայի ֆուտբոլիստների մոտ, Սենե Քերիմյանը հարված, այստեղ կարծես Շլարյանի վրա ընդունեց գնդակը, ու հիմա Պատ խաղարկում այստեղ տեղի ունեցավ Երևանի ֆուտբոլիստների միջև, բայց Մեջչյանը չհասավ գնդակին ու կտեսնենք եզրային նետում, Սենե Քերիմյանն է ընդունում գնդակը, Սելտայի ավագը, ուղարկում է գնդակը Բորյանին, աչից կա տարբերակ, այդպես էլ վարվեց Բորյանը, հիմա գրոհի է միացել Անի Խալացյանը, տեսնենք այս գրոհը ինչ կտա Սելտային Դուրգարյանն է հարվածում ու հիմա այս իրավիճակում լավ սեյվ կատարեց Երևանի դարպասապատար Տասրյանը ու կարողացավ հեռացնել գնդակը անկյունային հիմա խաղարկի արդեն Սելտան խաղարկված է գնդակը, տեսնենք Խալացյան հետ փոխանցում է կատարում Ենգիբարյանին դեպի Հարությունյանը փոխանցում խաղարկում են առայժմ Սելտայի ֆուտբոլիստները գնդակը պաշտպանությունում, հիմա անցան դաշտի միջին հատվածը, Բորյանն է գնդակով, ու եզրից պետք է նետի Երևանը, այո, ճիշտ որոշում կայացեց այստեղ մրցավարը, Բորյանից էր դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից, ու տեսնենք արդեն հիմա ինչ փորձի անել Երևանը, իհարկե եթե գնան ընդպիշման մեկ գնդակի տարբերությամբ ու խփեն, այո, խոսքս այդ մասն է, եթե Երևանը կարողանա մինչ ընդպիշման գնալը կրճատի հաշվի տարբերությունը, ապա շատ ավելի վստահ կզգան իրենց երկրորդ կեսը մեկնարկելուց, բայց փոխարենը հիմա վտանգավոր գրոհ են բաց թողնում, Դուրգարյանը ամեն ինչ մենակով ու այստեղ գերազանց է կատարում, միայնակ արեց ամեն ինչ ու խփեց Սելտայի երրորդ գնդակը, 3-0 Սելտան եռապատկում է իր առավելությունը։ Հավատից Դուրգարյան ներողություն 3-0 հիմա Սելտան եռապատկեց իր առավելությունը ընդմիջման գնալուց առաջ, ինչը էլ ավելի իհարկե Սելտային մոտեցեց այս խաղում 3 միավորի, ճիշտ է, դեռ մի ամբողջական երկրորդ խաղակես կա ու չտապենք, բայց ամենայն դեպս 3 գնդակի առավելություն ետ բերել Սելտայի դեմ խաղում բավական բարդ է լինելու ցանկացած մրցակցի համար, հիմա հարվածի փորձ Շլարյանից, բայց բարձր ստացվեց նրա կատարած այս հարվածը։ Ու Սելտան կրկին խաղարկում է գնդակը պաշտպանությունում, Արամ Ենգիբարյան հետ փոխանցում կատարեց դարպասապահ Հայ Բոքսյանին երկար փոխանցում տեսանք առաջ, եզրային նետում կիրացնի հիմա Սելտան Պապյան կատարեց եզրային նետումը, Սենե Քերիմյանը ընդունեց գնդակը, շարժվում է առաջ, շատ ճիշտ ժամանակին, փոխանցում Դավիթ Հարությունյան ու հիմա փրկվում է Երևանը, ամեն ինչ գեղեցիկ էին արել Սելտայի ֆուտբոլիստները, Հարությունյանը կարող է նույնպես դուբլի հեղինակ դառնալ այս իրավիճակում, բայց իհարկե այստեղ Ասրյանը իր տեղում էր ու կարողանում եմ հեռացնել գնդակը, անկյունային է խաղարկված է, փոխանցում ենք տեսնում ու այստեղ նորից
հեռացեցին գնդակը Երևանի ֆուտբոլիստները, Դավթյան թողեց գնդակը այստեղ խաղընկերոջը շարժվում է առաջ Դավթյանը, Շլարյանի բաժին ասավ հիմա այլ գնդակը դեպի Դավթյանը փոխանցում վտանգավոր է Դավիթ Դավթյան այստեղ մնաց գնդակը Երևանի ֆուտբոլիստի մոտ, բայց հետո արդեն բաժին ասավ դարպասապա Բոքսյանին, հիմա էլ հարված ենք տեսնում ու շեղությամբ է ստացվում Շլարյանի կատարած այս հարվածը։ Երկար փոխանցում դեպի Դուրգարյանը, շատ լավ ընդունեց Դուրգարյանը հարվածեց ու շեղությամբ ստացվեց այստեղ Դուրգարյանի կատարած հարվածը։ Երկար փոխանցում ենք տեսնում հիմա այլ առաջ ու Դավթյանից այստեղ գնդակը ստացվեց Դավթյանի մոտ կասեցնել։ Հիմա Բոքսյանն է կատարում երկար փոխանցում առաջ ու գնդակը հիմա այլ բաժին է հասնում Երևանի դարպասապահին։ Ասրյան ուժեղ փոխանցում դեպի Սելտայի Տուգանայինի մատույց Շլարյան բարձր է ստացվում Շլարյանի կատարած հարվածը ու հարված կլինի հիմա Բոքսյանի պաշտպանած դարպասից։ Խաղարկում է Սելտան գնդակը Դավիթ Հարությունյանն է գնդակով։ Դուրգարյան պայեց գնդակը դաշտի սահմաններում, շատ ճիշտ ժամանակին փոխացում Սենեկ Քերիմյան այստեղ չկար խախտում կարծես Սենեկ Քերիմյանի դեմ պայքարում, այո հիմա վտանգավոր գրոհի կարող է հասնել Երևանը, բայց լավ պաշտպանվեց Սելտան այստեղ Պապյանն է գնդակով դեպի ձախ Բորյան Սենեկ Քերիմյանին է հասնում գնդակը այստեղ Բորյանը Կրկին Բորյանն է գնդակով հարված Հարությունյանից վրա ընդունեց Դուրգարյանն է հիմա այլ հարվածում ու փակվեց հիմա Դուրգարյանի հարվածի ճանապարհը եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվեց 3-0 հաշվով կարճ դադար է մեզ մոտ որից հետո կշարունակենք Ֆուտբոլասերն մեկտարկում է Սելտան ընդդեմ Երևանի հանդիպան երկրորդ կեսը առաջի խաղակեսից հետո 3 գնդակի առավելություն ունի Սելտան խաղադաշտում 3-0 հաշվով վաղտում են Մրցակցին նախ Ավետիս Դուրգարյանը բացեց այս հանդիպան հաշիվը գեղեցիկ կատարած Տուգանայինից հարվածով, հետո Դավիթ Հարությունյանը ոչ պակաս գեղեցիկ հեռար հարվածով կրկնապատկեց Սելտայի առավելությունը, հետո էլ արդեն Դուրգարյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց ու եռապատկեց Սելտայի առավելությունը։ Տեսնենք երկրորդ կեսում իշխան են թիմերը, առաջինը իհարկե պետք է փորձի այս իրավիճակը շտկել Երևանը, հետո Սելտան մտածի իր առավելությունը զարգացնելու մասին։ Եկեք եւս մեկ անգամ վեր իշենք մրցող թիմերի մեկտարկային հայտացուցակները, հիմա եւս մեկ հարվածի փորձ, բայց պաշտպանները իրենց վրա են ընդունում գնդակը Շլարյանը լերվից է հարվածում ու Բոքսյանը այստեղ վերցնում է գնդակը առանց խնդիրների։ Սկսենք Սելտայից, այդ Բոքսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ավետիս Դուրգարյան համար 4, Անի Խալացյան համար 5, Դավիթ Հարությունյան համար 7, Գարիկ Սենեկ Քերիմյան համար 11, Լեո Պապյան համար 15, Արամ Ենգիբարյան համար 17 եւ Աշոտ Բորյան համար 77, Երևան Արեն Վղկրյանը համար 2, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլարյան համար 11, Արտյոմ Ղազարյան համար 15, այստեղ Դավթյանն է փորձում շրջանցել Ենգիբարյանին, բայց այս իրավիճակում չստացվեց ու հիմա արդեն հակագրոհի հասնում Սելտան այս հակագրոհից հետո շարունակեմ ծանոթացնել Երևանի կազմը Դուրգարյան գեղեցիկ է ու հետրիկը կա Դուրգարյանի կողմից 4-0 գեղեցիկ արվեց ամեն ինչ իսկապես այս իրավիճակում ու գրոհը շատ լավ ավարտին հասցրեց Ավետիս Դուրգարյանը խփելով իր հերթական գնդակը այս խաղում Հետրիկ Դուրգարյանից այս խաղում 4 գնդակը Երևանի դարպասում է եւս մեկ անգամ սկզբից ծանոթացնեմ Երևանի հայտացուցակը
Դարպասը պաշտպանում է Տրթա Տասերյանը համար 1, Արեն Վղկրյանը համար 2, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլարյան 11, Արտյոմ Ղազարյան 15, Արթուր Մեշչյան 15, Նարեկ Ադվալյան ներողություն 22, Լևոն Դավթյան 33, Սպարտակ Հարությունյան 45, Սարգիս Շլարյան 77 եւ Հայկ Կարապետյան համար 87։ Գրովում է հիմա Երևանը աչ եզրով Շլարյանն է գնդակով այստեղ, բայց փակվեց փոխանցման ճանապարհը ու կարծես խախտում է տեղի ունեցել, այո։ Նշանակեց մրցավարը հիմա ստանդարտ, Սելտայի դարպասի ուղղությամբ։ Ու տեսնենք այս ստանդարտն ինչ կտա հիմա Երևանի ֆուտբոլիստերին։ Կա մրցավարի սուլիշը Դավթյանն է գնդակի մոտ հարված անդրադարձ ու անկյունային կտեսնենք հիմա։ Հիմա անկյունայինը տեսնենք ինչպես կհարկի Երևանը։ Կա մրցավարի սուլիչը Դավիթ Դավթյան փոխանցում ու Բոքսյանը հեռացնում է գնդակը, Պապյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց, բայց կրկին գնդակը մնաց Երևանի մոտ Վղկրյան, գուցե փորձի այսպիսի տարածությունից իհարկե եթե դանդաղ է սուդի մացը հայտնվի Արամ Ենգիբարյանը նա թույլ չի տա երկար մտածել, այդպես արեց այս դրվագում հենց Ենգիբարյանը ու արդեն կորավ Երևանի պահը, այսպես ասենք, հա, այս իրավիճակում հարված կատարելու Եվս մեկ փոխանցում ենք տեսնում հարվածի փորձեր ավելի շուտ ու Բոքսյանը վերցնում է այստեղ գնդակը եւ նետում այն Արամ Ենգիբարյանի ուղղությամբ։ Բորյան լավ պայեց գնդակը ու հիմա էլ պայեց գնդակը դաշտի սահմաններում Բորյանը։ Տեսնենք շարժվում է դեպի կենտրոն, կա հիմա փոխանցումն է Քերիմյանի շատ ճիշտ փոխանցում Պոկեր Դուրգալյանից 5-0 5-0 ավետից Դուրգալյանը խփում է Սելտայի 5-րդ եւ 4 գնդակ այս խաղում իսկապես շատ հաջող է հանդես գալիս այսօր արձակման գծում Դուրգալյանը գրեթե բոլոր հնարավորությունները օգտագործեց այսօր ու ունի շոշափելի առավելություն հիմա արդեն խաղադաշտում Սելտան իհարկե այս գոլով եկեք փաստենք որ Սելտան այսօր անկասկած կհեռանա 3 միավորով խաղադաշտից 5 գնդակ այսպիսի խաղով Երևանը իհարկե չի կարող վերականգնել այս մնացած ժամանակահատվածում այս ահեղ մրցակցի դեմ խաղում հիմա անկյունայինը տեսնենք ինչպես կխաղարկի Վղկրյանն է գնդակի մոտ տեսնում ենք փոխանցում Պապյանը հեռացնում է գնդակը ու արդեն եզից կնետի Երևանը տեսնում ենք փոխանցում ու այստեղ հիմա էլ Դուրգալյանը նահանջել ու պաշտպանությունում է օգնում խաղակերներին Եզից կնետի Սելտան Դուրգալյան Տեսնում ենք փոխանցում ու արդեն դեպի աչ է ուղարկված գնդակը Սենակերին ներողություն Ենգիբարյանն է այստեղ, բայց այստեղ փակվեց Ենգիբարյանի փոխանցման ճանապարհը Շլարյան գրոյ է անցնում Հիմա Երևանը բայց այստեղ հարված կլինի Սելտայի դարպասից իհարկե այս գրոհը նույնպես չավարտվեց ոչնչով
Ենգիբարյան ուժեղ փոխանցում այստեղ ստացվեց ու գնդակը բաժին ասավ Ասարյանին երկար փոխանցում ենք հիմա էլ տեսնում առաջ, բայց այստեղ Ասարյանի փոխանցումը նույնպես ուժեղ էր Թուրգարյան հետ փոխանցում կատարեց այստեղ ու արդեն ցախ եզրով են փորձում գրող կազմակերպել Սելտայի ֆուտբոլիստները անցումը լավն էր այստեղ Պապյանի, բայց հեռու թողեց գնդակ ու կորցրեց հիմա Երևանի մոտ գուցե ստացվի առադարձ, բայց Բոքսյանը կարողացավ ոտքով փակել գնդակի ճանապարհը, հակառակ դեպքում այն կհայտվեր դարպասում ու կարող էր հիմա Երևանը թռչել հանդիպան հաշիվով, բայց այս իրավիճակում նույնպես անարիք մնաց Սելտայի դարպասը Ենգիբարյան շատ հաջող փոխանցում էր այստեղ դեպի Ավետիս Դուրգարյանը շարժվում է առաջ Դուրգարյանը տեսնենք ինչ որոշում կայացնի ուղարկում է գնդակը Արամ Ենգիբարյանին կրկին Դուրգարյան շատ գեղեցիկ խաղարկում էր բայց Ենգիբարյանի հարվածը բարձր է ստացվում հիմա միացել էր գրոհին ու կարող էր գոլի հեղինակ դառնալ Արամ Ենգիբարյանը բայց հարվածը չստացվեց Երկար փոխանցում կատարեց այստեղ Դավթյանի ուղղությամբ Երևանի ֆուտբոլիստը եւս մեկ փոխանցում էլ Դավթյանից տեսանք Շլարյան չստացվեց հարված այստեղ Շլարյանին Սենեկ Քերիմյան ու այստեղ խաղի կանոնների խախտում է այո նշանակել մրցավարը բավական վտանգավոր դիրքում Սելտայի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Երևանի ֆուտբոլիստերին կրկին Դավիթ Դավթյանն է գնդակի մոտ նա կարող է իսկապես նա կարող է նա շատ լավ է իրացնում ստանդարտները ու տեսնենք այս անգամ ինչպես կիրացնի իհարկե այսօր դեռ հնարավորությունը այնքան էլ չունեցել Դավթյանը, բայց հիմա փոխարինվում է կարծես ոչ չի փոխարինվի և կմնա խաղադաշտում կա մրցավարի սնույթը Դավիթ Դավթյան հարված ու բարձր ստացվեց այստեղ Դավթյանի հարվածը Եվ Բոքսյանն է պատրաստում գնդակը խաղի մեջ մտցնելուն կա փոխանցում այստեղ Դուրգարյանը հեռու թողեց մի փոքր գնդակ այո հարված կլինի հիմա Երևանի դարպասից դեպի աջ փոխանցում կատարեց Ասիրյանը Շլարյանը հետ է ուղարկում գնդակը նորից դարպասապահին երկար փոխանցում առաջ արդեն այստեղ հաջող ընդունեց գնդակ ու կատարեց փոխանցում Երևանի 15 համարը այս իրավիճակում իհարկե հայտվել էր Արտյոմ Ղազարյանը Շլարյան կա հիմա Ղազարյանի տարբերակը կա փոխանցում դեպի նրան բայց լավ չընդունեց այստեղ Ղազարյանը գնդակը հիմա հետ է ուղարկում Դավթյանին Հերվից հարված է կատարում հիմա էլ Դավթյանը ու կրկին բարձր է ստացվում այսօր իհարկե Դավթյանի հարվածները բարձր են ստացվում ու նպատակակետին չեն ծառայում իհարկե Դավթյանից մենք կրկնում եմ սովոր ենք ավելի լավ ու ավելի մշակված հարվածներ տեսնել բայց այսօր կարծես նրա օրը չէ իսկապես ֆուտբոլային առումով չի ստացվում Դավթյանի ոչ մի կատարած հարված այսօր դիպուկ Հիմա մնաց գնդակը Երևանի ֆուտբոլիստերի մոտ Շլարյան կատարեց հիմա փոխանցում գուցե այս գրով որևէ բան ստացվի Երևանի մոտ բայց ոչ հիմա Դավթյանի հարվածի ճանապարհը փակվեց Լևոն Դավթյանի այս անգամ ու հիմա Սելտան նետվում է առաջ Բորյանն է գնդակով Սենեկ Քերիմյանի հետ պատխաղարկումը ստացվեց ուղարկված է գնդակը Դուրգարյանին կրկին Բորյան բայց այստեղ
Մնաց գնդակով հարվածեց ու Հարությունյանի վրա ընդունեց գնդակը, բայց այն վերադարձավ Դուրգարյանի մոտ, հիմա տեսնեք ինչ որոշում կատարի Դուրգարյանը, ուղարկում է գնդակը Արամ Ենգիբարյանին, Ենգիբարյանը հեռու թողեց հիմա Ենգիբարյանը գնդակը կորցրեց ու հիմա Երևանը նետվում է առաջ, Դավիթ Դավթյանն է ձախ եզրում, Դավթյան ստացվեց անցնել, բայց հետո արդեն շատ լավ ու վստահ կերպով այս իրավիճակում կարողացավ պաշտպանվել Անրի Խալացյանը, հետո էլ տեղի ունեցավ խաղի կանոնների խախտում ու հիմա նորից ստանդարտի հնարավորություն է վաստակում Երևանը։ Փոխանցում հարված ու այստեղ արդեն շեղությամբ, գնաց գնդակ, այսպես ասենք հարվածի փորձ, իհարկե հարվածը չստացվեց այս իրավիճակում Երևանի ֆուտբոլիստի։ Եվ հիմա եսիս գնետ Երևանը։ Տեսնում ենք փոխանցում, հիմա արդեն հարված ու շեղությամբ է ստացվում այս իրավիճակում էլ Լևոն Դավթյանի կատարած հարվածը ու հարված կլինի Սելտայի դարպասից Հարությունյանն է խաղարկում գնդակը դեպի Սենեկ Քերիմյանը հիմա փոխանցում տեսանք եթե շրջվեր այս իրավիճակում Սենեկ Քերիմյանը ապա շատ վտանգավոր հակագրոհ է արվում Սելտան հիմա Ենգիբարյանի փոխանցումը չանցավ Դավթյան դեպի իրենից ավելի աճ կատարեց փոխանցում Դավթյանը բայց այստեղ նորից Սելտան վերականգնում է գնդակի կորուստը Դավիթ Հարությունյան Աճ ուղարկեց գնդակը Ենգիբարյան դեպի Դուրգարյանը փոխանցում շարժվում է դեպի կենտրոն Դուրգարյանը թողեց գնդակը Սենեկ Քերիմյանին ու շարժվում է առաջ Գարիկ Սենեկ Քերիմյան լավ ներանցում այո այսօր Սենեկ Քերիմյանը նույնպես հաջող հանդիպում է անցկացնում իհարկե գոլի հեղինակ չի դարձել բայց երկու գոլային փոխանցում կարողացել է այսօր Սենեկ Քերիմյանը կատարել Հարությունյան շատ սառնասրտորեն ընդունեց գնդակ ու կատարեց հիմա փոխանցում Ենգիբարյանն է աջ եզրով շարժվում առաջ Սենեկ Քերիմյան Դուրգարյանին ուղարկեց Դուրգարյանն էլ հեռվից այս անգամ փորձեց գրավել մրցակցի դարպասը բայց փակվեց հարվածի ճանապարհը Դավթյանն էլ հիմա է հարվածում ու նորից բարձր է ստացվում Դավթյանի կատարած հարվածը Դավիթ Հարությունյան Դեպի Պապյանն ուղարկում է գնդակը Բորյանին Բորյան լավ էր մտածել, բայց եթե մի փոքր ավելի ուժեղ ստացվեր փոխանցում ու գնդակը հասներ Ենգիբարյանին ավելի արդյունավետ գրոհը կազմակերպեր Սելտան այս իրավիճակում Դավթյանն է հիմա անհատական վարպետությունը աշխատացնում, բայց արդեն հարվածի ճանապարհը փակվեց ու իհարկե այս գրոհը նույնպես ոչինչ չտվեց Երևանին Ենգիբարյան Կա ձախից Պապյանի տարբերակը այստեղ մի փոքր ուժ նկատեց կարծում եմ Ենգիբարյանը այդ իսկ պատճառով չկատարեց փոխանցում Խալացյան լավ է միացել գրոհին լավ փոխանցում էր ընդունեց գնդակը Դուրգարյանը բայց այստեղ դարպասապայի վրայով անցկացնել չստացվեց ու հիմա Երևանը քանդակական առավելությամբ նետվում է առաջ Շլարիա տեսնեք այս գրոհի կտա Երևանին պետք է հարվածել հարված ու թրջում է Երևանի ֆուտբոլիստը հանդիպան հաշիվը մեկ գնդակ կարողանում է Երևանը ետ բերել Գևորգ Շլարյան կրճատված է հաշվի տարբերությունը մեկ գնդակ Երևանը ետ բերեց իհարկե կարող էին բաց թողնել բայց լավ գործեց դարպասապահ Ասրյանը հետո ուղարկեց գնդակը առաջ ու Շլարյանը միայնակ բավական տարածություն հաղթարելով թրջեց հանդիպան հաշիվը հիմա Սենեկ Քերիմյանն է գնդակով ու մի փոքր շեղությամբ է ստացվում Սենեկ Քերիմյանի կատարած հարվածը կարող էր արագորեն նորից 5 գնդակի առավելություն ստանալ Սելտան բայց Սենեկ Քերիմյանի հարվածը Այս դեպքում շեղությամբ ընթացավ
Հարությունյան երկար փոխանցում առաջ այստեղ Շլարյանն էլ ավելացեց գնդակի ընթացքը հիմա Սարգիս Շլարյանի մոտ էր հայտնվել գնդակը բայց հարվածը չստացվեց Դուրգարյան ընդունեց գնդակը միայնակ է տեսեք որքան ազատ տարածություններ կան հիմա Երևանի Տուգանային հրապարակում Սելտայի ֆուտբոլիստների համար գեղեցիկ անցում էր գեղեցիկ փոխանցում Բուսելե Կերիմյանը ամեն դեպքում գրավում է դարպասը 6-1 դարձնելով այս դիմակայության հաշիվը Գարիկ Սենեքերիմյան 6-1 է դառնում հանդիպան հաշիվը Աշոտ Բորյանն էլ այստեղ լավ անցում ու փոխանցում կարողացավ կատարելու հիմա նորից գնդակի առավելությունը վերականգնում է Սելտան շատ ժամանակ շպահանջվեց Ներողություն Աշոտ Բորյանը այո շատ ժամանակ չպահանջվեց Սելտայի ֆուտբոլիստերից նորից գնդակի առավելությունը վերականգնելու համար 2 րոպե ընդամենը ու Իհարկե հիմա արդեն Սենեկ Կերիմյանը գոլային փոխանցումների դիմաց նաև գրանցեց իր անվան դիմաց այսօր գոլ նրա առաջին գոլն էր այս խաղում տեսնենք հիմա Երևանը ինչպես կիրացնի այս անկյունայինը մի փոքր անհաջող էր այս փոխանցումը կատարված ու հեռացեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները եթե անցներ հիմա գնդակը Հարությունյանից ապա Սենեկ Կերիմյանը արդեն կարող էր միայնակ հայտնվել Ասրյանի դիմաց Հիմա նույն պատկերն ենք տեսնում ու նորից Հարությունյանը կարողանում է հեռացնել գնդակը Ենգի Բարյանին բաժին ասավ մեկ հպումով դեպի Սենեկ Կերիմյանը վտանգավոր է Սենեկ Կերիմյան դարպասապահ դուրս եկավ իսկ Դուրգարյանը եւս մեկ գոլի հեղինակ է դառնում այս խաղում Ավետից Դուրգարյան 7-1 դարձրեց հանդիպման հաշիվը, այսպես վերնագրենք պենտատրիկի հեղինակ է դառնում այսօր Դուրգարյանը խաղադաշտում նրա 5-րդ գնդակն էր այս խաղում, ինչի իհարկե շատ ֆուտբոլիստների չի հաջողվում նման արդյունավետության հասնել ԱՖԼ-ի շրջանակներում։ Շատ, իսկապես անկասկած ու անխոս շատ լավ հանդիպում անցկացեց Սելտան, հատկապես Դուրգարյանը այսօր աչքի ընկավ 5 անգամ իհարկե ու հիմա Սելտան էլ ավելի է փորձում մեծացնել իր առավելությունը խաղադաշտում եւս մեկ հարված այստեղ Ասրյանը փրկեց Ենգի Բարյանն է հարվածում ու այստեղ Աստրին հեռացնել գնդակը Երևանի ֆուտբոլիստները հետո էլ խաղի կանոնները խախտեց Պապյանը այս իրավիճակում իհարկե ոչ մի տունավոր Փոփոխությունը տեղի ունենում Երևանի կազմում խաղադաշտը վերադառնում Վախկերյանը ու Շլարյանն են լքում խաղադաշտը Հիմա արդեն տեսնենք այս մնացած րոպեները ինչպես կընթանան երկար փոխանցում առաջ բայց լավ պաշտպանվեց կրկին Սելտան Հարությունյանն էլ շարժվում է առաջ գնդակով լավն էր փոխանցումը դեպի Ձախ Եզր Բորյան ուղարկում է գնդակը Ավետիս Դուրգարյանին Կրկին Բորյան վտանգավոր գրոհ է կազմակերպել Սելտան, բայց այստեղ հասցրեց Երևանի ֆուտբոլիստները պաշտպանությունում լավ գործելու փագել Բորյանի առաջ խաղացումը Շլարյանն էլ լավ ընդունեց, լավ շրջվեց, բայց մի փոքր շեղությամբ հարվածեց այս իրավիճակում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Ենգի Բարյան Այդ փոխանցում է կատարում Ենգի Բարյանը Խաղարկում են հիմա Սելտայի ֆուտբոլիստները Դուրգարյան ուղարկեց գնդակը Բորյանին գեղեցիկ էր Դուրգարյան վտանգավոր է հարված ու այս անգամ արդեն Ասրյանը փակում է Դուրգարյանի հարվածի ճանապարհը եթե հիմա այդ կարողանար աչքի ընկնել Դուրգարյանը ապա իսկապես բավական հաջող իհարկե առանց այս էլ շատ հաջող հանդիպում է անցկացնում բայց իհարկե ամեն արդյունավետություն թարմացնելիս հիմա նույնպես կարող էր Դուրգարյանը բայց հիմա էլ դարպասաձողն է հորիզոնական գալիս օգնության Երևանին իհարկե ամեն արդյունքը թարմացնելուց հետո ամեն գոլից կամ գոլային փոխանցումից հետո էլ ավելի են գծվում ֆուտբոլիստի հաջող ելույթները տվյալ խաղում ինչը կոնկրետ այսօր իհարկե Դուրգարյանի մասով է շատ արդյունավետ հանդիպում իսկապես մենք տեսանք Սելտայի 4-րդ համարից այսօր
Ենգիբարյանն է հիմա էլ պայքարում մրցակցի դեմ ու կարողանում է փակել գնդակի ճանապարհը այստեղ փոխանցում մի փոքր անհաջող էր ու խաղի կանոնների խախտում այստեղ տեղի ունեցավ Շալարյանի դեմ պայքարում եւ ստանդարտ է հիմա նշանակում մրցավարը բավական վտանգավոր գոտում իհարկե արդեն վերջի րոպեն է ընթանում կարծում եմ այս դրվագը կլինի հանդիպման այս պահը կլինի հանդիպման վերջին դրվագը ու տեսնենք ստանդարտ ինչպես կխաղարկեն հիմա Երևանի ֆուտբոլիստները կարող է իսկապես լավ հարված կատարելու դուբլի հեղինակ դառնալ այս իրավիճակում Գևորգ Շալարյանը եթե իհարկե կարողանա լավ հարված կատարել համենայն դեպս մոտ է տարածությունը ու ունի հնարավորություն Շալարյանը դուբլի հեղինակ դառնալու կա մրցավարի սուլիչը Գևորգ Շալարյան հարվածը նույնպես բայց բոքսը վերցնում է այստեղ գնդակ ու նետում կատարում Բորյանին նրբանկատ էր այս փոխանցումը դեպի Սենեկ Քերիմյանը բայց չանցավ թույլ է տալիս ամենայն դեպս մրցավարը առայժմ չի սուլել ու թույլ է տալիս թիմերին շարունակել հանդիպումը հիմա ուժեղ էր այս փոխանցում ու բոքսյանը վերցնում է գնդակը փոխանցում դեպի առաջ հասավ գնդակը Ենգիբարյանին կա Պապյանի տարբերակը չշտապեց Ենգիբարյանը ամենայն դեպս հիմա ուղարկում է գնդակը Բորյանին վտանգավոր է բայց արդեն ուշացրեց Բորյանը այս իրավիճակում ու հիմա արդեն Մեշանն է փոխանցում կատարում Շալարյանին տեսնենք այս գրոհը ինչ կտա Երևանին Շալարյան վտանգավոր է բայց փակվեց փոխանցման ճանապարհը ու վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է գոլարատ հանդիպում բայց այն հասավ իր ավարտին Սելտան վաստակում է հերթական 3 միավորը ու խաղային օրը նույնպես այս հանդիպումից հետո մեծ մոտ ավարտվում է շնորհակալություն որ այս ընթացքում մեզ հետ եք բարի գիշեր ու ամենայն բարիք